Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը մեկնարկել է իրազեկման արշավ մարդու պապիլոմավիրուսով պայմանավորված արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելիչ ծրագրի վերաբերյալ։ Նպատակն է խրախուսել շահառուների մասնակցությունը սկրինինգային հետազոտություններին բնակչության առողջության պահպանման համար։ Այս առիթով մեր տաղավարում է Սամվել Խարազյանը, առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Բարև ձեզ։ Դե պատմեք, ինչ է տեղի ունենում, ինչով է սա կարևոր այդքան մեզ համար, մեր հասարակության համար եւ առհասարակ ինչ է սկրինինգը, որ մարդիկ չվախենան այդ բառից եւ մեսրոպ պաշտոցը չլարվի։ Հայերեն կա թարգմանություն, թե չկա։ Սկրինինգը ինքը նույն հիվանդությունների կանխարգելումն է եւ այդ կանխարգելման նպատակով իրականացվող հետազոտություններ են որոշակի խորհրդատվություն է մասնագետների, այսինքն ընդհանուր առմամբ ինքը շատ կարևոր գործընթաց է առողջապահության համակարգում, որովհետև սկրինինգի միջոցով մենք հնարավորություն ենք ստանում հիվանդությունները շատ ավելի վաղ փուլում հայտնաբերել, ինչը թե մարդու համար է շատ կարևոր, թե նաև առողջապահական համակարգի, որովհետև այս դեպքում մենք կարողանում ենք մարդկանց մատուցել համապատասխան ծառայություններ եւ շատ ժամանակ, շատ դեպքերում հիվանդությունները հենց այդ փուլում հնարավոր է լինում բուժել եւ մարդիկ վերադառնում են իրենց բնականոն կյանքը։ Իսկ ուշացած դեպքերում բնականաբար շատ դժվար է լինում պայքարել հիվանդության դեմ եւ մեծամասամբ շատ դեպքերում հենց նույն օնկոլոգիական հիվանդությունների պարագայում թե մարդկանց կյանքի որակն է զգալիորեն անկում ապրում, թե նաև նրանց ապրելիության ցուցանիշները եւ այլն։ Դրա համար մենք մեր բոլոր ապահովագրված անձանց եւ կոնկրետ այս ուրեմն մարդու պապիլոմավիրուսի սկրինինգի շրջանակներում մեր բոլոր կանանց ապահովագրված 30-ից 60 տարեկան հորդորում ենք եւ նաեւ տղամարդկանց նրանց ամուսիններին խնդրում ենք, որպեսզի նրանք էլ խրախուսեն, աջակցեն նրանց, որպեսզի նրանք անպայման դիմեն բժշկական հաստատություններ եւ անցնեն տեստավորումը, որի միջոցով հնարավոր կլինի բացահայտել այդ արդյոք արկա է որոշակի շեղում թե ոչ։ Դրանից հետո արդեն բժիշկները երբ որ կտեսնեն, որ որոշակի շեղումներ կան, նրանց կուղեգրեն կոլպոսկոպիկ հետազոտության, ինչը արդեն գործիքային հետազոտություն է եւ իրականացվում է ուրեմն վերապատրաստված միջազգային սերտիֆիկատներ ունեցող մասնագետների կողմից եւ արդեն այդ փուլում հնարավոր կլինի ուրեմն արկա որոշակի շեղումների դեպքում շատ པարզ միջամտությունների միջոցով կանգնեցնել գործընթացը, իսկ եթե հայտնաբերվի որոշակի այլ բարդություններ, շեղումներ, այդ դեպքում նորից համապատասխան մասնագիտական բուժում, նույն հիստոլոգիական հետազոտություններն են նաև ապահովագրության շրջանակներում ծածկում, նույն հետագայում հիվանդանոցային բուժումը եւ այլն, այսինքն մենք ամբողջ շղթան ապահովագրության փաթեթում ներառել ենք ոչ միայն կոնկրետ մարդու պապիլոմավիրուսի հետազոտության առումով, այլ նաև մնացած բոլոր սկրինինգային հետազոտությունների եւ ծառայությունների առումով եւ այս տեսանկյունից մենք փորձել ենք մարդկանց մոտ այդ ֆինանսական հնարավոր խնդիրների պատճառով բժշկին չդիմելու այս վախը հանել, որպեսզի նրանք բնականաբար առնչվում են եւ ենթագիտակցորեն, հասկանում են, որ հիվանդության հետ կարող է առնչվեն, այսինքն ստանան ուրեմն նորություն, որ այդքան էլ հաճելի չի, որ որոշակի խնդիրներ ունեն եւ այլն, բայց գոնե մենք փորձում ենք այդ ֆինանսական առումով նրանց այդ վախերը այսպես վերացնել եւ հորդորում ենք որպեսզի հնարավոր, այո, հնարավորինս քչացնել եւ փորձում ենք նաեւ նրանց խրախուսել, որպեսզի հենց այդ սկրինինգներին մասնակցելու միջոցով դա իրականացնեն, որովհետեւ աշխարհի միջազգային փորձ է, որ այդ սկրինինգները հնարավորություն են տալիս խուսափել հետագա հիվանդությունների բարդություններից եւ այլն։ Կարծես թե կարծրատիպային է, երբ մարդիկ որևէ առողջական գանգատ չեն ունենում, չեն դիմում բժշկի, բայց այս դեպքում պարտադիր պետք է հետազոտություններն անցնեն, անկախ նրանից ունեն որևէ գանգատ թե ոչ, ճիշտ եմ հասկանում։ Այո, հենց սկրինինգների
ամբողջ իմաստը դրանում է, որ սկրինինգը իրականացվում է առանց որևէ գանգատի, հա, այսինքն դու կարող եք ձեր առօրյա կյանքով ապրել ընդհանրապես չգիտակցելով, որ ձեր մոտ որևէ հիվանդության նախանշաններ կան եւ դրա համար է մշակված ապահովագրության փաթեթում այնպիսի սկրինինգային հետազոտություններ, որոնք որ հենց միտված են այդ այսպես ասած շատ մահաբեր, հա, հիվանդությունների, օնկոլոգիական հիվանդությունների, սիրտանոթային հիվանդությունների վաղ հայտնաբերմանը եւ շատ կարեւոր է որպեսզի մարդիկ, եթե նույնիսկ ընդհանրապես որևէ գանգատ չունեն, իրենց հասանելի այդ սկրինինգային ծառայությունները ժամանակին ստանան եւ այսպես ասած ապրեն հանգիստ եւ առողջ։ Եվ այո, եւ առողջ։ Հարց, որ հետաքրքիր բոլորին, բոլոր կանայք շահառու են այս ծրագրի, որովհետեւ դուք սկզբից ասացիք բոլոր այն մարդիկ, որոնք որ ապահովագրված են, բայց չէ որ հիմա այս պահին արդեն այդ ապահովագրությունը պարտադիր է։ Նենց չի որ ինչ որ մեկը ուզում է ապահովագրի, չի ուզում չի ապահովագրվում։ Արդյոք բոլոր կանայք շահառուներ են։ Ճիշտ եք ասում, պարտադիր է, բայց մենք ապահովագրությունը ներդրում ենք փուլային եղանակով, այսինքն առաջին փուլում մենք ընդգրկել ենք օրինակ մինչև 18 տարեկան երեխաներ, 65 եւ բարձր տարիքի անձինք եւ 200,000 եւ բարձր աշխատավարձ ունեցողներին մոտավորապես 1,740,000 այս պահի դրությամբ մենք շահառու ունենք, ցավոք սրտի դեռ բոլորին չենք ընդգրկել, բայց այս մոտակա 3 տարիների ընթացքում արդեն, հա, մենք հուսով ենք, որ ավելի քան 85-90%-ով մեր բոլոր քաղաքացիները ընդգրկված կլինեն ապահովագրության համակարգում եւ այս ծրագիրն էլ իրականացվում է հենց ապահովագրված կանանց 30-ից 60 տարեկան կանանց համար, կան որոշակի բացառություններ, որի վերաբերյալ տեղեկատվությունը մեր կայքեջում uhif.am կայքեջում կարող են գտնել մեր բոլոր շահառուները, այնտեղ կա ընդհանրապես տեղեկատվություն, վիճակագրություն է հիվանդության վերաբերյալ, որ վաղ փուլում հայտնաբերում ինչքանով է նվազեցնում, հա, հետագա բարդությունների եւ այլ ուրեմն այդ հետևանքները։ Դրա համար ես հորդորում եմ, որպեսզի նրանք նաեւ այդ մեր կայքեջի միջոցով իրենց անհրաժեշտ ցանկացած տեղեկատվություն ստանալ, նաեւ նրանք կարող են զանգահարել մեզ, մեր թերգծին եւ նաեւ իրենց պոլիկլինիկաները, գյուղական ամբուլատորիաները, բժշկական, հերթագրվել կամ գրանցվել, մոտենալ, ստանալ տեստը, հա, շատ պարզ մեթոդով է իրականացնում։ Կարևոր է հասկանալ տարիքը, կարևոր է հասկանալ եկամուտը եւ ըստ դրա հասկանալ կամ չհասկանալ, իսկ եթե այդ ամեն ինչը հասկանում եք, բայց ոչինչ չեք հասկանում, գույցուն դժգից, կայք, պոլիկլինիկա, համայնքային բժշկական հաստատություն, որտեղ որ ձեր բոլոր հարցերին իհարկե մեծ սիրով կպատասխանեն, որ դուք լինեք ել ավելի առողջ եւ պաշտպանված։ Իսկ սկրինինգային հետազոտություն կարելի անցնել բոլոր բուժհաստատություններում, թե դրանք հստակ են։ Բուժհաստատությունների ցանկը հրապարակված է, գրեթե բոլոր բուժհաստատություններն են։ Դրանք ընդգրկում ես նաև ուզում եմ նշեմ, որ մենք ունենք նաև ինքնատեստավորման հնարավորություն, այսինքն կանայք, որոնք որ ցանկանան, իրենք կարող են հենց այդ տեստը վերցնել եւ ինքնուրույն տեստավորել թե բուժհաստատությունում, թե նաև տանը եւ վերադարձնել այդ տեստը։ Այսինքն մենք բոլոր հնարավոր տարբերակները մեր շահառուների համար կիրառում ենք եւ այո, նրանց հորդորում ենք, որպեսզի նրանք կապնվեն իրենց բժշկական կազմակերպությունների հետ, այնտեղ որտեղ որ իրենք գրանցված են, իրենց ընտանեկան բժիշկների կամ թերապևտների եւ ճշտեն, թե երբ կարող են մոտենալ, թեստը վերցնել, անցնել հետազոտությունը։ Ընտանեկան բժշկի ուղեգիրը պարտադիր է փաստորեն, թե ոչ։ Ընդհանրապես պարտադիր չէ, ուղղակի այն պոլիկլինիկաներ, այն հաստատություններ պետք է դիմեն, որտեղ որ իրենք գրանցված են, որտեղ որ իրենց ընտանեկան բժիշկն են։ Բնակավայրի։ Ու կապ չունի մարզից են, գյուղից են, ընդհանրապես կապ չունի։ Այո, մենք բոլոր նաև մարզային բժշկական կենտրոններում են այդ տեստերը բաժանված եւ նաև բժշկական ամբուլատորիաներ գյուղական կան, որոնք որ նույնպես այդ տեստերը ունեն, այնպես որ նրանք կարող են տեղեկանալ իրենց բժշկական կազմակերպություններից զանգահարելով կամ այլ միջոցով
տեկ։ Իսկ եթե այդ հետազոտություններից հետո նախնական անհրաժեշտ է լինում ավելի խորը հետազոտություններ, այդ դեպքում արդեն ապահովագրությունը գործում է, թե ոչ։ Իհարկե գործում է եւ տեսեք, երբ որ արդեն տեստի վերաբերյալ տեղեկատվությունը ստացվում է, այդտեղ արդեն բժիշկները տեսնում են, թե ում մոտ առկա շեղումներ եւ պետք է արդեն այս դեպքում ուղեգրեն իրենց ուրեմն շահառուներին համապատասխան հետազոտության, կոլպոսկոպիկ հետազոտություն է դա, գործիքային հետազոտություն է, շատ պարզ մեթոդով իրականացվող, մենք ունենք համապատասխան մասնագետներ վերապատրաստված, մեր կայքում նորից տեղադրված են այն բոլոր բժշկական հաստատությունները, հասցեներով եւ այլն, որտեղ որ իրականացվում է այդ հետազոտությունը եւ նորից այստեղ մնում է որպեսի կանայք զանգահարեն, հերթագրվեն, գրանցվեն այդ բժիշկների մոտ եւ եթե հայտնաբերվել է ինչ-որ շեղում, մոտենան եւ այդ ծառայությունը ստանան։ Դա նույնպես ամբողջությամբ փոխհատուցվում է ապահովագրության փաթեթի շրջանակներում։ Իսկ բուժումն էլ է փոխհատուցվում հետագա, եթե օրինակ կան խնդիրներ կամ խնդիրներ, եթե պարզեց, որ առողջ չի կամ ինչ-որ ստադիայում է արդեն այդ ամենը։ Իհարկե, ամբողջությամբ բուժումն էլ է փոխհատուցվում ապահովագրության փաթեթի շրջանակներում եւ բոլոր այն ծառայությունները, որոնք որ հետագա փուլերում անհրաժեշտ կլինի իրականացնել, դրանք ամբողջությամբ փոխհատուցվում են, այդ թվում նաև վիրահատությունները, եթե անհրաժեշտություն առաջանա, եթե կարիք կլինի քիմիոթերապևտիկ բուժումը, մենք ունենք քիմիոթերապևտիկ բուժման, այսպես դեղորայքի տրամադրման մինչև 1 ու 2 միլիոն ուրեմն ծածկույթ եւ նաեւ ճառագայթային բուժում բարձր տեխնոլոգիաներով, այսպես ասած ճառագայթային սարքերի միջոցով, ճառագայթային թերապիա նորից ամբողջությամբ ծածկվում է ապահովության շրջանակներում մինչև 24 սեանսը, այսինքն բոլոր հնարավոր տարբերակները մենք փորձում ենք հասանելի դարձնել մեր շահառուներին, որպեսզի նրանք չխուսափեն եւ ժամանակին դիմեն բժշկի, անցնեն այդ սկրինինգային հետազոտությունները եւ ինչքան շուտ այդ խնդիրները հայտնաբերվեն, այնքան ավելի արագ միջոցներով եւ արդյունավետ միջոցներով մենք կարող ենք նրանց օգնել այդ հիվանդության դեմ պայքարելու։ Տարեկան քանի անգամ է անհրաժեշտ դիմել հետազոտության։ Մարդու պապիլոմավիրուսի հետազոտությունը 5 տարին մեկ է իրականացվում, սակայն եթե հայտնաբերվում են նույնիսկ որոշակի շեղումներ, այդ դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս հաջորդ տարի նորից անցնել այդ հետազոտությունը, այսինքն կա հստակ գործելակարգ նախարարի հրամանով, առողջապահության նախարարի հրամանով հաստատված է ծրագիրը, մանրամասն ներկայացված են բոլոր գործընթացները, այդ թվում նաև տեստերին ներկայացվող տեխնիկական պահանջները, ինչպիսին նրանք պետք է լինեն, ու ես ուզում եմ անպայման ընդգծեմ, որ մենք տեստավորումն իրականացնում ենք լավագույն միջոցներով, տեստերով, որը որ նաև ոսկե ստանդարտ է ամբողջ աշխարհում եւ նաև նշեցի այդ ինքնատեստավորման հնարավորությունը, այսինքն բոլոր միջոցները առկա են, որպեսզի մեր կանայք ուրեմն ստանան այդ ծառայությունը եւ հետևեն իրենց առողջությանը։ Դա շատ կարևոր է։ Պարոն Խարազյան, անդադ ասում եք մարդու պապիլոմավիրուս, իսկ կա ոչ մարդու պապիլոմավիրուս եւ եթե ոչ մարդու, ապա մարդուն դա սպառնում է թե ոչ։ Դե պապիլոմավիրուսը ինքը ընդհանրապես շատ տարածված այսպես վիրուս է։ Այո, եւ վիրուս է, ինչպես մնացած բոլոր մեր հայտնի եւ ոչ հայտնի վիրուսները, ուղղակի իր վտանգը նրանում է, որ այն կարող է բերել հենց կանանց մոտ, չնայած տղամարդկանց մոտ էլ չի բացառվում, կարող է բերել արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման, ինչը թե ամբողջ աշխարհում, թե Հայաստանում շատ մեծ խնդիր է, որովհետեւ շատ արագ զարգացող, այո, եւ իր հետևանքները շատ տխուր են լինում։ Դե ինչ, փաստորեն ինչ է պետք անել, պետք է եւս մեկ անգամ հասկանալ տարիքը, հասկանալ եկամուտը եւ դիմել այնտեղ, որտեղ որ դուք պետք է դիմեք, ստանալ այդ տեստավորումը կամ դուք եք տանը տեստավորում անցնում կամ բժիշկների օգնությամբ եւ հասկանում եք ինչ իրավիճակում եք։ Եթե առողջ եք, ել ավելի լավ։ Եթե ինչ-որ խնդիր կա, ինչքան շատ ավելի արագ սկսեք բուժումը, ուրեմն ամեն ինչ ել ավելի լավ կլինի։ Եվ վերջում մենք հիմա խոսում ենք այսինքն մարդկանց կողմից, իսկ բժշկական հաստատությունները եւ
պետություն հարաբերությունները, բժշկական հաստատությունները գոհ են այն ամենից, ինչ անում է պետությունը, այսինքն այդ բոլոր ֆինանսավորում, որը որ բժշկական հաստատությունները ծախսում են, պետությունը հատուցում է, արագ է հատուցում, գիտենք որ դեղատներից շատերը այս պահին բողոքում են, որովհետև մարդիկ գնում են, օրինակ ինչ որ անվճար դեղորյակ պետք է վերցնեն, կամ չի լինում է դեղորյակը, կամ հիվանդը գնում է մի քանի տեղատուն, որտեղ չեն տալի, այդ խնդիրները լուծված են, լուծման փուլում են, ինչ վիճակ է այս պահին։ Այո, դեղերի հետ կապված մենք մի փոքր խնդիրներ ունենք ու դա մենք պայմանավորված է նրանով, որ մենք ուղղակի նման հարաբերություններ չենք ունեցել դեղատների հետ։ Տարիներ շարունակ դուք շատ լավ գիտեք, որ որևէ քաղաքացի հնարավորություն չի ունեցել գնալ եւ անվճար եւ անվճար դեղը ստանալ։ Ինձ թվում է սա ժամանակի ընթացքում լուծվող հարց է, որովհետեւ նույն դեղատներն էլ իրենք պետքա հարմարվեն այս հարաբերություններին, հարմարվեն այս համակարգին եւ ընդունեն, որ սա միանվագ դեղի արք ու վաճառք չի այս համակարգը, այլ երկարաժամկետ ծառայությունների մատուցում է, դեղորայքի ապահովում է փաստացի եւ մենք փորձում ենք նրանց հետ աշխատել, փորձում ենք նրանց բացատրել։ Հիմնադրամը ուրեմն գործարկել է նոր կայքում նոր մեխանիզմ, որի միջոցով դեղատները կարող են իրենց մոտ ուրեմն օրվա վերջում կամ ցանկացած պահի հրապարակել, թե ինչ դեղորայք ունեն իրենց ուրեմն պահեստում, որպեսզի քաղաքացիների համար նաև մենք հեշտ դարձնենք իրենց հետ ուրեմն այդ հարաբերությունները, այսինքն նրանք կարող են մտնել նորից մեր կայք, ընտրել իրենց դեղատունը եւ նայել տեսնել այն դեղերը, որոնք որ իրենց անհրաժեշտ են, արդյոք այդ դեղատանը կա, որպեսզի այդ ավելորդ նաև այդ դիմումները չլինեն։ Մենք փորձում ենք ստեղծել որոշակի նաև օգտագործելով մեր տեխնոլոգիական հնարավորությունները, տեղեկատվական հնարավորությունները, փորձում ենք ավելի մատչելի, ավելի դյուրին դարձնել նաև այդ process-ները, բայց դե գործընթացը, որը որ մենք պետք է անցնենք, ցավոք սրտի այդ հնարավորությունները չենք ունեցել, նոր են ստեղծում եւ մենք նաև դրա ադապտացիան, հա, ինտեգրումը ընդհանուր մեր կյանքում եւ մեր գործունեության մեջ պետք է փորձենք հնարավորինս արագ ու ավելի արդյունավետ իրականացնենք։ Իսկ բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումը մենք շատ ուրեմն սահուն իրականացնում ենք ժամանակին, մեր պայմանագրային բոլոր պարտավորությունները կատարում ենք եւ նույնն էլ ակնկալում ենք մեր բժշկական կազմակերպություններից, որպեսզի նաեւ նրանք բարձր որակով եւ նաեւ համապատասխան ուրեմն պայմանները, որոնք որ մենք սահմանել ենք, այդ պայմաններով սպասարկեն մեր շահառուներին, ինչ վերաբերվում է օրինակ հենց մարդու պապիլոմավիրուսի տեստերին, ապա տեստերը ձեռք են բերվել առողջապահության նախարարությունից եւ ուղղակի այսպես բաշխվում են բժշկական կազմակերպություններին, բայց բնականաբար տեստավորման process-ի իրականացման կոլպոսկոպիայի հետագա ծառայությունների համար մենք տվյալ բժշկական կազմակերպություններին վճարում ենք, այո, վճարում ենք, ունենք սահմանված գներ, նրանք տեղյակ են այս ամբողջ գործընթացից եւ կարծում եմ, որ նրանց կողմից էլ շատ բարձր է գնահատվում պետության կողմից եւ ընդհանրապես հիմնադրամի կողմից կանխարգելիչ բուժօգնության իրականացումը, որովհետեւ դա ցանկացած առողջապահական համակարգի արդյունավետության հիմքն է։ Որքան մենք կարողանանք մեր այս ամբողջ գործընթացները իրականացնել սկրինինգային ծրագրերի կանխարգելիչ բուժօգնության մակարդակում, փորձենք մարդկանց մոտ զարգացնել այդ վարքագիծը, որպեսզի նրանք իրենց առողջ ժամանակ հետևեն առողջությանը, չթողնեն, որպեսզի այդ ամեն ինչը զարգանա, հա, դանակը հասնի ոսկորին, նրանք այդ ամեն ինչը իրականացնեն, այդքան ավելի մեր բոլորի համար շատ ավելի արդյունավետ կլինի։ Նամանավանդ, որ ապահովագրության ներդրմամբ մենք, ինչպես ես ասացի, այդ ֆինանսական ռիսկը գրեթե չեզոքացրել ենք եւ քաղաքացիները իրենց մոտ առաջացող նմանատիպ խնդիրների դեպքում կարող են ուրեմն այդ ապահովագրության փաթեթի շրջանակներում փոխհատուցել այդ ծառայությունների արժեքները։ Իսկապես շատ կարևոր է կանխարգելիչ ծրագրերին մասնակցելը, որովհետև դա յուրաքանչյուրիս առողջության հիմքն է։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Իրականում մենք ուղղակի պետք է հասկանանք, որ կան բարեր, որոնք որ աշխարհում արդեն տասնյակ տարիներ գործում են եւ եկել է ժամանակը, որ մեզ մոտ է գործեն եւ պետք չի մտածել, որ մենք ուրիշ ենք, մեր մոտ դա չի աշխատի, աշխատում է, երբ որ նորմալ է ամեն ինչ արվում։